Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և 3 անիրավ տնտեսի կիրակիներ, որից հետո մեծ պահքի 24-րդ օրը կոչվում է միջինք, այսինքն մեծ պահքի օրերը կիսվում են։ Այս տարի միջինքը մարտի 27-ին է։ Նշենք, որ այս արարողությունը եկեղեցական նշանակություն չունի, մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ և այլ անվանումներով։ Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, հուլունք, լոբի և այլն։ Ընտանիքի անդամներից նրանում բաժին է հասնում մետաղադրամը, այդ մարդուն ամբողջ տարվա ընթացքում հաջողություն է սպասվում։ Եվ այս առիթով մեր հյուրերն են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու եւ երիտասարդաց միությունների հոգեվոր հովիվ Տեր Պետրոս Ավագահան Ամալյանը, օրհնեցեք Տեր, եւ Շուշան Մանսուրյանը, Արարատյան հայրապետական թեմի Դավթաշենի Սրբոց նահատակած եկեղեցու երիտասարդ միության ատենապետը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, ո՞նց ենք։ Բարի։ Փառք Աստծո, լավ, շնորհակալություն։ Մի փոքր ուղում 26-ին է։ Այո։ 27-ին չէ, 26-ին։ 26-ին։ Չորեքշաբթի է միշտ լինում միջինքը։ Շատ լավ, ո՞րն է խորհուրդը միջինքի։ Արդեն լավ ներկայացրեցիք դուք, այնտեղ ուղղակի մի բան կուզենայի ավելացնել, որ երբ 12-13 տարի առաջ մենք սկսեցինք միջինքը նշել, մեր ժողովուրդը չէր նշում միջինքը, չգիտեն։ Դե բնական է, խորհրդային տարիներ են, շատ ազգային սովորություններ ու ծեսեր մոռացության են մատնված։ Նավասար Սրբազանի օրհնությամբ մեր երիտասարդները հնարավորություն ունեցան, նաև աջակցությամբ իհարկե Սրբազանի հնարավորություն ունեցան ուսումնասիրել մեր ազգային եկեղեցական տոները։ Միջինքը նաև եւ եկեղեցական եւ ազգային նշանակություն ունեցող տոն է, կարելի ասել տոն է, ավելի ընտանեկան տոն է ինքը համարվում։ Հոգևոր իմաստով միջինքը ոչ մի բան չի փոխում պահքի ընթացքում, միայն կիսում է պահքը, մի նոր հանգրվան է սկսում արդեն շարունակելու մեծ պահքի շրջանը։ Հոգևոր իմաստով միայն այդ օրվանից սկսում է ավելի շարականի ավելացում, ստեղի շարական, ծանր շարական է ավելանում, ամեն օր այդ շարականի երկեցողություններն են, ուրիշ ոչ մի բան։ Բայց ազգային շատ գեղեցիկ սովորություններ եղել են միջինքի հետ կապված, իհարկե Շուշանը լավ կներկայացնի, ինձ ավելի լավ, այս 12-13 տարիների ընթացքում մեր երիտասարդները բավականին բան բացահայտեցին եւ միջինքի հետ կապված, եւ բումբարի կենդանի, վարդավառի, համբարձման տոների հետ ժողովրդական սովորությունները, այնտեղ կա արվեստի մաս, երգ, երաժշտություն, պար, ծես եւ այլն, կա նաեւ շատ գեղեցիկ խոհանոց, համով խոհանոց ունենք մենք։ Իհարկե միջինքի օրը պահքը չի ընդհատվում, շարունակվում է եւ այն ուտեստները, որ պետք է պատրաստվի ընտանիքում, նորից պահոց ուտեստ է։ Այստեղ մենք ունենք գաթա, ավանդական գաթա է սա, որ ամեն անգամ բերում ենք հեռուստատեսություն կիսում ենք, պահոց գաթա է, երեխաներն են իրենք իրենց ձեռքով թխում, հա, շատ արդեն եւ մեջը կա այդ նշանը, որը տեսեք, հենց դրան է ուզում անդրադառնալ, երբ որ մենք ուսումնասիրեցինք, տեսանք ինչպես դուք եք ասում, մետաղադրամ են դնում, լոբի, լոբոհատիկ, կոճակ, տարբեր իրեր են դնում։ Առաջի տարին մեզ սկսեցինք քննադատել, որ ինչ եք մետաղադրամ դնում։ Որոշում կայացրեցինք, մի շատ իմաստուն որոշում կայացրեց երիտասարդաց միությունը, որ եկեք օրհնած խաչ դնենք։ Եվ արդեն 12 տարի է, որ մենք գաթայի մեջ, միջինքի գաթայի մեջ օրհնած խաչ ենք դնում։ Եվ ում որ բաժին են գնում, օրհնությունը նրան է գնում ամբողջ տարվա համար։ Հա, եւ հետարքերը եւ ուրախալ է ասեմ, որ այս ինչ որ դուք կազմակերպում եք լուսաբանելու միջինքի արարողությունը, դա իր ազդեցություն ունեցավ։ Այն կազմակերպությունները, որոնք խմորեղեն են թխում, ակտիվորեն միջինքի համար գաթաներ են թխում եւ նախորեն բերում են միջինքի նախորեն բերում են եկեղեցի, օրհնել են տալիս։ Հարուներով խաչեր։ Տեր ասում է օրհնեք, որ մենք դնենք մեր գաթաների մեջ։ Իրենք իհարկե իրենց բիզնեսն է, եւ թող Աստված օրհնելով օրհնի այդ բիզնեսը, բայց նաեւ քարոզչական իմաստ ունի, շատ գեղեցիկ քարոզչական իմաստ ունի։ Այնպես որ
արդեն սովորություն է դարձել այդ մետաղադրամ, լոբո հատիկ, չգիտեմ, կոճակ չեն դնում, մեր ժողովուրդը օրհնած խաչ է դնում։ Հա, մենք կարողացանք հասնել մեր նպատակին քարոզության իմաստով։ Շատ լավ է։ Շուշան, փորձենք հիմա արդեն ձեր պատկերացումով եւ այն աշխատանքները, որ դուք անում եք հենց այս ամենի համար։ Ուրեմն միջինքը ինքը կիսում է պահքը եւ ինչպես Տեր հայրը նշեց, չի ընդհատվում պահքը եւ բայցողները շարունակում են պահել։ Անդրադառնում ենք այդ օրը նրան, որ Հիսուսի հրաշափառ հարությանը մնում է 24 օր եւ դեռ այդ բայցողության ապաշխարության շրջանը շարունակվում է։ Նաեւ ինքը ավանդական տոն է միջինքը, այսինքն տարատեսակ ավանդական ուտեստներ եւ ծիսակատարություններ ունենք մենք, տարբեր շրջաններում տարբեր են, օրինակ ամենահայտնին, ինչպես նաեւ նշեցինք, դա պահոց գաթան է բաղարջով, որը մենք այո փառք Աստծո փոխարինել ենք այդ մետաղադրամը օրնած խաչով եւ ըստ ավանդույթի տան անդամները բոլորով հավաքվում են, կիսում են, կտրում են այս գաթան, բոլորին բաժին են հասնում եւ ում որ մետաղադրամը ընկնում է, ուրեմն ամբողջ տարվա ընթացքում իրեն հաջողություն է սպասվում, իսկ եթե դանակը հատում է, մետաղադրամը ուրեմն հողին է գնում այդ հաջողությունը, ընտանիքի բոլոր անդամներն են հաջողակ լինում, այսինքն բերքը շատ է լինում, բերի տարի է լինում։ Այո։ Ես հենց դա եմ ուզում հարցնել, եթե հանկարծ կիսելուց, այո, դանակը հատում է արդեն խաչին կամ ուրեմն բոլորին։ Բոլորին հավասար։ Հողի առատություն, դե այդ հողն էլ այդ տան ընտանիքին է պատկանում։ Իսկ քանի գաթա եք պատրաստել այս տարի։ Հա, այս տարի նկատի ունեք հերոստատեսությունները գնալ թե ընդհանրապես։ Չէ, ընդհանրապես, այսինքն որ երիտասարդներն են պատրաստում։ Ավանդական մեծ գաթա ենք մենք պատրաստում, որը սրբազան, նավասար սրբազանն է իր ձեռքով կիսում ու բաժանում երիտասարդներին։ Դա ամսի 26-ին կլինի։ Ամսի 26-ին, այո։ Ժամերգությունից հետո առաջ, ժամերգության ժամանակ անկեղծ ասած, պետք է գրաֆիկը հարմարացնենք սրբազանի հետ։ Հետո արդեն հանդիպումներ ա լինում։ Տեսեք, Շուշանի իհարկե խոհանոցի մասին խոսի, բայց ես կուզենայի անդրադառնալ միջինքի հետ կապված շատ գեղեցիկ սովորություններ կան։ Այդ օրը ովքեր որ նշանված են լինում, Փեսայի կողմը նվեր է անում հարսնացուին։ Նվեր տալու օր է համարվում դա բոլոր նշանվածներին, նշանված հարսներին կամ հարսնացուներին Փեսայի կողմը ծնողները անպայման այցելում են իրենց տուն, հարսնացուի տուն եւ նվեր հանձնում, այո։ Կա նաեւ մի ուրիշ բան, եւ միջինքին մոտ օրերին ովքեր որ սուկ ունեն, հարազատ են կորցրել, իրենց դա Հայաստանի տարբեր գավառներում տարբեր ձևով են նշել, իրենց տանը միջինքի գաթա չեն թխում, այլ հարազատներ իրենց բարեկամներն են բերում իրենց տուն։ Այդ միջինքի գաթան եւ հենց իրենց բերած գաթաներ կիսում են այդ տան անդամների համար։ Մի տեսակ տարբեր իհարկե մասշտաբներ պատճառելու, այո։ Այդ օրը նաեւ ինչպես բարեկենդանի, բայց բարեկենդանը մենք մսեղեն օգտագործում ենք, մեծ շուկով ենք նշում ուտեստների իմաստով, միջինքին էլ ընտանիքը հավաքում է, ճոխ սեղանը պատրաստում, բայց պահոց իհարկե։ Բավականին լավ խոհանոց ունենք մենք այդ իմաստով, Վարդավառը իր առանձին խոհանոցն ունի, Համբարձում իր, Սուրբ Զատիկը գիտեք, Սուրբ Ծննդյան տոնը։ Մեր ազգային եկեղեցական տոնները նաև ոչ միայն ինչ որ հոգևոր մասն է կամ երաշտական, գեղարվեստական մաս, այլ նաև ունի խոհանոցային շատ գեղեցիկ ու շատ հարուստ մաս։ Միջինքի առիթով տարբեր ճաշատեսակներ են պատրաստվում։ Կարա Շուշանը հանդես ներկայացնի։ Այո, մասնագետներ իրանք։ Միջինքի խոհանոցը շատ հարուստ է, անդրադառնամ նաև որ որոշ շրջաններում պատրաստում են կուտապ, կուտապը պատրաստելու համար ալյուրը շաղում են ձեթով, այնուհետև այդ խմորի գնդերը գրտնակով տափակեցնում են եւ յուրաքանչյուր գնդի մեջ դնում են լոբի, սիսեր կամ այլ բանջարեղեն, այնուհետև դա բոլորակաձև փաթաթում են, ծալում են, դնում են թոնիրը, եփելուն պես աղջիկները եւ հարսները վերցնում են իրենց բաժինը եւ հարևան աղջիկների հետ գնում են ինչ որ կանաչապատ հարմար տեղ,
Այդտեղ այդ օրը իդեպ աղջիկները ազատ են լինում եւ այդտեղ հավաքվում են իրենց հարևան ընկերուհիների հետ, զրուցում են կյանքի նոր լավ վատ կողմերն են քննարկում, այնուհետև շուրջբար են բռնում եւ վերջապես ուտում են կուտապը, այդպիսի հետաքրքիր բաներ կան եւ տարբեր շրջաններում տարբեր ուտեստներ, տարբեր ծիսակատարություններ։ Քանի համոբան ասա։ Ամսի 26-ին պատրաստ են իրենց տանը։ Հա, շատ ենք պատրաստելու, մեղրով բյորեք, օրինակ քաղցր խոհանոց ունենք առանձին, ունենք տարբեր թխուկներ։ Եվ բոլորը պահքային են։ Բոլորը պահքային, շատ հարուստ խոհանոց ունենք, այսինքն մարդիկ պահքվայելուց նույնիսկ չեն էլ հասկանում, թե ինչքան հարուստ է այդ խոհանոցը, հա, մեզ սահմանափակում ենք, բայց որ չգիտեմ, հետաքրքրվենք տարբեր նայենք բաղադրատոմսեր, իրականում շատ հարուստ է էլի խոհանոցը եւ կարելի է լավ սնվել, այսպես ասած։ Ես առաջարկում կիսենք գաթան, ինչ կասես։ Այո, բայց փորձենք Ադրինեի օգնությունը խնդրել։ Մոտեցնենք Ադրինեին։ Սոնա, գեղեցիկ պարտականությունը, գեղեցիկ սեր։ Գիտեք որ այսպես Իսկ մասը հետո առանձին գուցե ես մոտենամ, հա, բոլորը միասին։ Այդտեղ անենք, որ ավելի հարմար լինի, Սոնա։ Սոնա։ Ես կուզեմ, որ Սոնա արի ինձ մոտ, ես կուզեմ, որ տեսանելի լինի, այո, թե ինչ է կատարվելու այս պահին եւ այդ հրաշքը ում է բաժին հասնելու։ 4 մասի սիրելի Ադրինե։ 4 մասի որոշվեց։ Սկզբից 4, հետո արդեն բաժանվում է մասերի։ Խաչի նման սկզբից կտրենք։ Երանկյունների նման։ Շատ բարի։ Տեր Աստված։ Գնացինք։ Այդ խաչին դիպչես մեր տաղավարի բերքը առատ։ Առայժմ չեմ դիպչել, տեսնենք։ Այո, ես շատ հույս ունեմ, որ բոլորիս համար է հաջողությունը լինելու։ Կարծես թե ոչ։ Հիմա կիսում եմ եռանկյունիների եւ իհարկե այստեղ կարծես ինչ որ բան դիպչեց։ Այո, դիպչեց։ Դիպչեց, ահա։ Դա վերջացավ։ Մեր ընտանեկան գործնական կյանքը։ Իսկապես դիպչեց, սիրելիներս, ահա, չգիտեմ ոնց ցույց տամ, որ տեսանելի լինի, այո։ Արի սենց անենք։ Ահա, տեսեք։ Դուրս անենք խաչը։ Ահա, խնդրեմ, տեսեք, որ այս փայլատի թեղի վրա դանակի հետքը ընկավ եւ շատ երջանիկ ենք մենք, բոլորս շատ երջանիկ ենք, որ այս հրաշքը կկատարվի հենց մեր ընտանիքում, բոլորիս համար հաջողություն կլինի եւ իհարկե Աստծո օրհնությունը բոլորիս եւ բոլորիդ վրա կլինի։ Խաչն էլ բացենք։ Այո, խաչն էլ բացենք, խնդրեմ։ Ահա, օրհնած խաչը։ Մի վարքան, այսպես վերցնեմ։ Շատ լավ։ Ես վերցնեմ խաչը։ Դու կարծում եմ կշարունակես կիսել, ես վերադառնամ եւ շարունակենք հարցազրույցը այս պահին, որովհետեւ ես դեռ հարցեր ունեմ։ Շատ բարի, շնորհակալ եմ, որ ընձեռնվեց ինձ այս հնարավորությունը, որ ես կիսեմ եւ Փառք Տիրոջը, որ բոլորիս համար հաջողություն է լինելու։ Շնորհակալ ենք շատ Տեր Հայր, շատ շնորհակալ ենք ձեզ։ Աստված օրհնի։ Մենք ենք շնորհակալ ձեզ։ Շնորհակալ ենք Շուշան, հետաքրքիր է, հա, ինչ էլի գործողություններ են կատարվում, որպեսզի երիտասարդությանը էլ ավելի մոտեցնել այս բոլոր ավանդույթներին, այս բոլոր խորհուրդներին, որպեսզի էլ ավելի տեղյակ լինեն։ Մենք այդ ավանդական երկու պարը ամեն ինչը, այսինքն ուտեստները, հա, մենք երիտասարդներով հավաքվում ենք այդ միջոցառումներ, ընդհանուր միջոցառումներ, որոնք ավելի ծանոթացնում են։ Դե ամբողջ խոհանոցը որ նշվեց կարծում եմ, որ հավաքվում ենք այդ ուտեստները պատրաստում ենք միասին, ընտրում ենք երեկոյան, այդ ընթացքում զրուցում ենք էլի, հա, խորհրդի մասին, այդ ամեն ինչի մասին եւ ըստ այդմ ամեն միությունից երիտասարդներ են գալիս, մեծ խումբ է հավաքվում եւ զրուցելուց այդպիսով մոտեցնում ենք, հա, երիտասարդներին, այո, որ բոլորս քաջատեղյակ լինենք այս ամենից։ Եվ կամ որ խորհրդի մասին խոսեցինք, տնտեսի կիրակին էր երեք, խորհրդի մասին կուզեմ դուք պատմեք, որտեղ նախորդը անառակի կիրակին էր, անառակ որդու վերադարձի։ Այո, ամբողջ մեծ Պաքի շրջանը բաժանված է տարբեր կիրակիների եւ բայց շղթայական մեկ մյուսի հետ կապ ունի, մարդկային ողբերգության, չգիտեմ, ընդվզման մասին է
անիրավ տնտեսի կիրակիներ, եկող կիրակի անիրավ դատավորի կիրակին է։ Այդ բոլոր կիրակիները, որ կան, որ պահքի ընթացքում մենք նշում ենք, այսօր էլ է կատարվում։ Այսօր էլ կան անառակ որդիներ, այսօր էլ կան անիրավ տնտեսներ, այսօր էլ կան անիրավ դատավորներ։ Պատկերացրեք 2000 տարի առաջվա պատմած եւ ավելի տարիներով պատմած Հիսուս Քրիստոսի առակները միշտ այժմեական են եղել։ Միշտ։ Անիրավ տնտեսը ուզում էր իր համար բարեկամներ շահել, ամեն մեկին տված այդ այսօրվա խոսքով ասած վարկերը, այսպես ասած տված, նվազեցնում էր եւ դրա միջոցով ինքը աշխատում էր նոր բարեկամներ ստեղծել։ Իմի եկող կիրակի, որ մենք պետք է նշենք նաեւ անիրավ դատավորի կամ դատավորի կիրակին, նաեւ աղոթքի զորության մասին է, որովհետեւ այդ պարակինը, որ դիմում է դատավորին իր դատը դատելու, շահելու համար, անդադ անտեսվում է։ Մեծամիտ, գոռոզ, ժամանակի պահանջներին համահունչ է գնում, ժամանակի իշխանավորների պահանջներով ինքը դատեր է դատում, բայց այդ ծերկինը չի դադարում աղոթելուց, Աստծուն աղոթելուց եւ ինքը շահում է դատել։ Հաջորդ կիրակի, այս գալի կիրակիների մասին ասեմ, մյուս կիրակին արդեն գալստյան կիրակին է, որին հաջորդելու է նաեւ ծաղկազարդը, Տիրոջ հրաշափառ կամ հաղթական մուտքը Երուսաղեմ, մարդիկ մեծ ուրախությամբ դիմավորում են Հիսուսին, հետարքիր մարդկային ողբերգություն կա այստեղ։ Արմավեններ ճյուղեր են շախտարի, իրենց հագուստներ են փռում Տիրոջ առջև։ 1, 2, 3 օր հետո, մի քանի օր հետո, այդ նույն մարդիկ Հիսուսին դատապարտում են խաչելության, մահվան, պատկերացրեք։ Դե դրանից հետո արդեն սկսում մեզ համար ավակ շաբաթը կամ չարչարանած շաբաթը, որ ամեն մի օր մի խորհուրդ ունի, բնականաբար այնտեղ կա ավակ 5 շաբթին, որտեղ հաստատվում է Սուրբ Հաղորդության խորհուրդը, որից հետո արդեն ոտն լվան, երբ Հիսուս խոնարհվեց եւ իր առաքյալների ոտքերը լվաց, օրինակ ծառայելուն նաեւ մեզ համեստ լինելու, խոնարհ լինելու, հետո արդեն գալիս է Հիսուսի մատնության, չարչարանքների, արդեն ավակ 5 շաբթի օրը խավարման օրն է գալիս, այո, արդեն խաչելություն, ուրբաթ օրն էլ այդ խաչելության կարգը մենք կատարում ենք ու նաեւ երեկոյան թաղման կարգ ուրբաթ երեկոյան, արդեն շաբաթ կիրակի հայտարարում ենք արդեն Տիրոջ հրաշափառ հարությունը, որը սպասում ենք մենք այս 48 օրերի ընթացքում։ Շնորհակալ ենք շատ, որ այս զբաղված շրջանում կարողացաք ժամանակ գտնել եւ գալ մեզ մոտ եւ եւս մեկ անգամ այս խորհրդի մասին կիսել մեր հեռուստատիտողների հետ։ Ուզում ենք ձեզ նվիրել Իջովանի Սափոր գինին, որ կարծում հենց շատ հետաքրքիր է այս օրերի համար։ Եվ Շուշան, քանի որ դուք այսպես շատ վառ գործունեություն եք ծավալում նաեւ այդ խոհանոցային հատվածում, ձեզ Տրամոնտինա բրազիլական բրենդի կողմից ուզում ենք նվիրել խոհանոցային պարագա, որը մի փոքր կթեթևացնի արդեն հոգս եւ ավելի հաճելի կդարձնի։ Սա նույնպես ձեզ։ Շնորհակալ ենք շատ այս գեղեցիկ ու աշխարհի ինֆորմացիայի համար։ Կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։